լեզուն մեր խիղճն է դա, սուրբացը մեր սեղանի, մեր հոգու կանչն է արդար, ու համը մեր բերանի, նա պիտի մեր առաջին ու վերջին սերը լինի, ինչ ունենք էլ աշխարհում, որ այսքան մերը լինի, նա պիտի մեր առաջին ու վերջին սերը լինի, ինչ ունենք էլ աշխարհում, որ այսքան մերը լինի, մեր լեզուն ծուխն է մեր տան, ու կշիռն աշխարհի մեջ, նա աղն է մեր ինքնության, էության խորհուրդը մեր, նա պիտի մեր առաջին ու վերջին սերը լինի, ինչ ունենք էլ աշխարհում, որ այսքան մերը լինի, նա պիտի մեր առաջին ու վերջին սերը լինի, ինչ ունենք էլ աշխարհում, որ այսքան մերը լինի, Հայրենի լեզվով ենք խոսում, մտածում և զգում, հայրական լեզվով ենք ասում մեր առաջին բառերը և արտահայտում մեր սերը, ուրախությունն ու ցավը։ Ատ Եսու մեզ կապուր է մեր հոր հետ, մեր դարիքի և հայրենիքի հետ։ Մեր լեզվով է ապրում անցյալը, մեր լեզվով է ապրում ներկան, և մեր լեզվով ընկերտում ապագան, այն կամուրջը երեկվա, այսօրվա և վաղվա Հայաստանի միջև։ Մի փոքրիկ արեք զուգես գիրքը, գրքից դպրոցը, դպրոցի լուսավոր ժողովուրդը, այսպես դարձավ հայոց հավերժության ուղեկիցը։ Լեզուն ընտրություն չէ, լեզուն ճակատագիր է, այն մեզ տրված է, պահպանելու, սիրելու և փոխանցել սերունդներին։ Մենք կարող ենք ունենալ շատ հարստություն, բայց եթե չունենանք հայրենի լեզու, կորցնենք մեր ինքնությունը։ Հայրենը մեր ամենամեծ գաղթն է, որը պետք է պահել բակատարությամբ։ Հայերենը խոսում է սրտի հետ, այն կարող է մխիթարել, կարող է ոտքեշնչել, կարող է միավորել, հայերենը սեր է խոսքի մեջ։ Հայ ժողովուրդը ծնվեց գրով,
ուսումնասիրեց, իսկ լեզուն ցույց տվեց մեր ճանապարհը դեպի ապագան։ Եվ լսում ենք հայերեն, լսում ենք հայերեն, այն մեզ պատմում է, թող կեն և ովքեր պիտի լինեն։ Դարերը փորձել են լրացնել հայոց լեզուն, բայց այն չի լրել, փոխվել են ժամանակները, բայց հայերենը պահպանել է իր էությունը, այն մնացել է մաքրում, խորում և հզոր, ինչպես մեր հավատը։ Ով հայերեն է խոսում, նա կրում է իր ազգի կնիքը, մայրենի խոսքը մեր ինքնության նշանն է, մեր արմատն է, մեր ճանաչերի դեմքը աշխարհի առաջ։ Լեզու դարձավ փրկություն, գիրքը պահեց հիշողությունը, խոսքը պահեց հավատը, իսկ լեզու պահեց ժողովուրդը։ Երբ ծնվեցին ազգի հարցինը, ծնվեցին գրերը, ծնվեց նաև ազգի հարցինը, գիրը տվեց հիշողություն, խոսք նշանակություն, իսկ լեզուն հավերժություն։ Մայրենի լեզվով են մարդիկ ստեղծում գրականությունը, տպագրում թերթերը, վարում ռադիո և հեռուստատեսային հաղորդումներ և ամենակարևորը պահպանում են իրենց հոգևոր դեմքը։ Յուրաքանչյուր ազգապրումային կա, որ կամ կենտանի է նրա լեզուն, մեր մային լեզուն, մեր հոգու շուրջն է, մեր մտածելու ձևը, մեր զգալու լեզուն է, շնչում են մեր երկիրում, մեր խոսքում և մեր ամենօրյա երկիրում, մեր աղոթքներում։ Հայոց լեզուն մեզ տրված է ոչ միայն խոսելու համար, այլ ապրելու, հիշելու, հակելու համար։ Այն սրբությունն է, որը պիտի պահենք մահանի, մեր խոսքում, մեր գրքում, մեր մտածողության մեջ։ Եկեք սիրենք մեր լեզուն ոչ միայն տոնական օրերին, այլ ամեն օր, ճիշտ խոսելով, գեղեցիկ գրելով, փոխանցելով այն սերունդներին։ Քանի կա հայերեն խոսքը, կլինի հայ ժողովուրդը, քանի կա հայոց գիրը, կլինի Հայաստան։ Մայրենի լեզուն մեր զենքն է, մեր աղոթքը ու մեր վահանը։ Քանի ապրում են մայրենի լեզուն, գաբրի նաև հայ ժողովուրդը։
գոյությունը, հավատը եւ ուզում ենք սերմանել, որ նրանք ընկալեն թե հայրենիք ինչպիսի արժեք ունի հայ ժողովրդի ազգի մեջ։ Սարգսյանի գլխավորությամբ շատ արժանիքներ է գրավում դպրոցում, սկսում է երեխաների կրթական մակարդակը հենց առաջի դասարանից, երկրորդ, երրորդ, եւ ուսալի չերքերից մենք փոխանցում ենք մեր աղա ընկերներին, երրորդ դասարանից մինչև 12-րդ դասարան։ Կարելի ժամանակ ձեր դերած փորձը ցույց է տալիս այն դասարաններում, որտեղ գտնական աշխատանքի դերակը բոլոր տեղում կա, որտեղ ուսուցիչ ծնող հարաբերությունը ամուր եկել վրա է կանգնել, ծնող ուսուցչի կողքին է, ուսուցիչը տեղ չի կողքին, ինչքան եղապուտի տալիս է, ինչքան գիտելիքի տալիս է, ինչ ամենացես, և դա պապանում է մինչև ավարտական ներող տանկում, ապապային ամենություն է վրա է։ Ուրեմն մեր հատյաններին իմ աղջիկը նայ ուսուցչում իր աշխատասիրությամբ, իր գրնաճան աշխատանքով ջանացել է միշտ առաջ, մտել է եկում միշտ առաջ տանք։ Ասուտ առաջ չմներ, մեզ առաջ չմներ, իջե եվիտների մեզ տարի իր դպրոցի ես աշխատանքան իր փուլը պարով ավարտի, սամանապանի, բայց շարունակի է իշտեղում իր շարունակի, այնպես որ յուրականչուր մարդու աշխատանքի բնագավանում այնպիսի հետագիստորի, որ յուրականչուր մարդ, յուրականչուրները անպայման տգար մարդու բաղվավոր։ Ցանկություն այդ որ երեխեն կարելի է վստահել ես մարդ, կարելի է ճանապարհ բացի, կարելի է մեր մանկավարժական, մեր տարական կորպուսում, մեր 7 տարական դասարաններում չունեն նման խնդիր, որ մի ուսուցիչ մի տարական դասվար հանգած հեսարումով թերացածներ։ Բոլորս մի մագարտակի վրա, բոլորս բարձր ընկերի վրա, մեր ավակ ընկերոջից օրնակ վերցնելով, հետևելով իր օրնակի մեր բարիների դեպի ավակ։ Սկսած Սիգրարությանից մինչև Երսակսյանից մինչև ինձ։ Ես էլ եմ ժամանակի դասվար եղել, ես 10 տարի ողորություն եղավ, էդի չի նշանակում, որ ես դասվարի աշխատանքը կարող եմ մոռանալ, ուրանալ, չգիտեմ ինչ անել։ Ամենաբարդ, ամենադժվար, ամենածանր պատասխանատու։ Հաջողություն եմ ցանկանում ձեզ երեխեք ջան, հետագա կյանքում մինչև 12-րդ դասարան հայրուն ավարտեք, կյանքում լավ մարդ դառնաք, ու չմոռանաք ձեր ուսուցիչների, ձեր ընկերների, ձեր հաջողությունների, ճիշտ է ձեզ աշխատանքի։